Ողջույն, ես Մարիամն եմ։ Սովորում եմ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցին 8-րդ դասարան։ Ես շատ եմ սիրում համաշխարհային պատմություն առարկան, որովհետև այն բացում է աշխարհի եւ մարդու զարգացման խորհրդային կապերը, սովորեցնելով հասկանալ ներկան անցյալի փորձով։ Ես եւ իմ ընկերները շատ հետաքրքրված ենք աշխարհագրական մեծ հայտնագործություններով։ Իսկ գիտենք ինչ է, որովհետև նրանք բացում են նոր աշխարհներ եւ կառաջարկել փոխելով մարդկային պատկերացում բոլորը։ 15-17-րդ դարում մարդիկ բացում էին այն լոժանները, որոնք շարունակ աշխարհագրական մեծ հայտնագործությունները, ոչ միայն նավթի բացահայտումներ, այլ նաև մարդկանց մտածելակերպի հեղափոխությունը, յուրաքանչյուր նավարկություն աշխարհագրական քարտեզի նոր բացահայտումն է, իսկ յուրաքանչյուր հեղափոխություն մարդկանց մտածելակերպը աշխարհում իրենց տարածքի մասին է։ Մեր նախագծի թեման է ավելի հեռու ծովերից, ինչպես աշխարհագրական մեծ հայտնագործությունները փոխեցին աշխարհի քարտեզը։ Հետաքրքիր է, չէ՞ մեր նախագծի թեման։ Ավելի հեռու ծովերից, ինչպես աշխարհագրական մեծ հայտնագործությունները փոխեցին աշխարհի քարտեզը։ Իսկ գիտեք որոնք են աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։ Իհարկե գիտենք, որոնք են։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել մարդկության հետագա զարգացման համար։ Արծաթի, ոսկի եւ դրվագյան հավերի պահանջարկը, դրանք եւ արագ եւ հեռուստություն կուտակելու միջոցներ։ Կառուցվեցին նոր նավեր ու առագաստանավեր, կողմնակցույցներ, որոնք հնարավորություն էին տալիս երկարատև ճանապարհորդել։ Հարստանալու տենչը եւ ոսկու անհակ ծարավը եվրոպացիներին մղեց դեպի Հնդկաստան։ Զարգացավ գիտությունը, երկրի գնդաձևության մասին գաղափարը, իսկ հետո Եվրոպայից դեպի Հնդկաստան նավարկելով հասնելը։ Այս նախագծը հնարավորություն է տալիս վերհիշել այս շրջադարձային վայրիվությունները, ուսումնասիրել դրանց պատճառները ու հետևանքները եւ վերստել, թե ինչպես մի քանի հավաքածու հայտնի վերահսկողությունը քաղաքական մշակութային եւ տնտեսական ռեսուրսների իրականություն։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները մարդկության պատմության մի ժամանակաշրջան է, որը սկսվել է 15-րդ դարում եւ տևել մինչեւ 17-րդ դարը, որի ընթացքում եվրոպացիները հայտնաբերել են նոր ցամաքային եւ ծովային ուղիներ դեպի Աֆրիկա, Ամերիկա, Ասիա եւ Օվկիանիա, փնտրելով նոր առևտրային գործընկերներ եւ ապրանքների աղբյուրներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Եվրոպայում։ Պատմաբաններն ընդհանուր առմամբ աշխարհագրական մեծ հայտնագործությունները կապում են պորտուգալացի եւ իսպանացի հետախույզների ծովային ճանապարհորդությունների հետ։ Եվրոպայում տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր դարձրեց միջքաղաքային ծովային ճանապարհորդությունները, իսկ առևտրի զարգացումը ստեղծեց համապատասխան գիտելիքների անհրաժեշտություն։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի համար սովորաբար պատմաբաններն առանձնացնում են մի քանի գործող անձանց, ովքեր իրականացրել են աշխարհի համար կարևոր բացահայտումներ։ Դրանց թվին են բացվում Բարտոլոմեո Դիասը, պորտուգալացի ծովագնաց, որ 1488 թվականին Հնդկաստան տանող հարմար ուղի փնտրելով, շրջելով Աֆրիկան հայտնաբերեց Բարեուսո հրվանդանը եւ դարձավ առաջին եվրոպացին, որը հայտնվեց Հնդկական օվկիանոսի ջրերում։ Քրիստոֆոր Կոլումբոսը, հենց նրա անվան հետ է կապված ամբողջ մայրցամաքի Ամերիկայի հայտնագործությունը 1492 թվականի հոկտեմբերի 12-ին։ 1492 թվականին իտալացի ծովագնաց Քրիստոֆոր Կոլումբոսը իր նավատորմով շարժվեց դեպի Ամերիկա մայրցամաք։ Նավագնացության նպատակն էր հայտնաբերել Եվրոպան Հնդկաստանին միացնող ամենակարճ ծովային ճանապարհը։ 1507 թվականին քարտեզագիր Մարտին Վալդեմյուլերը առաջարկեց, որ հայտնաբերված հողերը կոչվեն Ամերիկա, ի պատիվ նոր աշխարհի հետախույզ Ամերիկո Վեսպուչի։ Վասկո դա Գաման, պորտուգալացի արշավախմբի հրամանատար, որ 1498 թվականին կարողացավ ուղիղ առևտրային ճանապարհ ստեղծել Եվրոպայից դեպի Ասիա։ Վասկո Նուինես դե Բալբոա 1513 թվականին այս իսպանացին առաջինն էր, որը հատեց Պանամանայի իսթմուսը եւ բացեց Խաղող օվկիանոսը։ Ֆերդինանդ Մագելանը պատմության մեջ առաջին մարդն է, որ 1519-ից 1522 թվականներին շրջել է աշխարհով մեկ շուրջերկրյա ճանապարհորդություն, դրանով իսկ ապացուցելով, որ երկիրը գնդաձև է։ Վիկտորիան շուրջերկրյա ճանապարհորդության ավարտած միակ նավը։ Օրտելուիսից Խաղաղ օվկիանոսի քարտեզ 1589 թվական։
Վիլհելմ Յան Սուզուն առաջիններով 1606 թվականին վայրէջք կատարեց Ավստրալիայի ափերին, Աբել Թասման, ով հայտնաբերեց Նոր Զելանդիան 1642-ից 1643 թվականներին, Սեմյոն Դեժնև, ռուս ճանապարհորդ և հետախույզ է, ով կարողացել է գտնել Ասիային Հյուսիսային Ամերիկայի հետ կապող նեղուցը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները նպաստեցին գիտության զարգացմանը։ Ստեղծվեցին նոր առևտրային կապեր Այսլանդի, Աֆրիկայի և Ամերիկայի հետ։ Մարդկանց պատկերացումները փոխվեցին աշխարհի վերաբերյալ։ Եվրոպացիները հայտնագործված երկրների հիվանդանալու համար դրանք դարձրին գաղութներ։ Սկզբում Պորտուգալիան և Իսպանիան, հետո Անգլիան, Նիդերլանդները և Շվայցարիան։ Շահույթներից դեպի երկիրներ մտցնում էին տարբեր գործիքներ, սամթեր և հանրային։ Մեծ աշխարհագրական հայտնագործությունները դարձան ամենահեղափոխական զարգացումներից մեկը։ Նավագնացության նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք էին աստրոլաբը և մագնիսական կողմնացույցը, եվրոպական տերություններին թույլ տվեցին շրջանցել ցամաքային առևտրային ուղիները և ուղղակիորեն հասնել Ասիայի շուկաներին։ Արդյունքում ձևավորվեց համաշխարհային մասշտաբի փոխանակություն, որը ներառում էր ոչ միայն ապրանքներ, այլ նաև կենսաբանական ապրանքների փոխանակում։ Կոլումբոսյան փոխանակությունը բերեց եգիպտացորենն ու կարտոֆիլը հին աշխարհ, իսկ Ամերիկա ներմուծվեց կործանարար հիվանդություններ։ Սա նշանավորեց անցումը տարածաշրջանային կենտրոններից դեպի գլոբալ փոխկապակցված աշխարհ, ամրագրելով եվրոպական գերիշխանության նոր օրինաչափություն, որը պիտի պահպանվեր դարեր շարունակ։